Պարոն Եղան, ընտրությունների վերջնական արդյունքների վերջնական ամփոփումից 4 օր է անցել, բայց Ռուսաստանը դեռ չի շնորհավորել, այն ժամանակ ասել էին սպասում ենք դրանց ամփոփմանը, ինչու ձեզ մինչև հիմա չեն շնորհավորել։ Դա պետք է ռուսական կողմին հարցնել եւ իրենց ներկայացուցիչներին, բայց ես կառաջարկեի կենտրոնանալ ոչ թե շնորհավորանքների վրա, այլ երկկողմ հարաբերությունների վրա, այդ երկկողմ հարաբերություններում կան բազմաթիվ չլուծված հարցեր եւ այդ ուղղությամբ մենք պետք է աշխատանք տանենք, ոչ թե կենտրոնանանք շնորհավորել, չշնորհավորելու վրա։ Փոխկապակցված չեն։ Անուղղակիորեն փոխկապակցված են, բայց շնորհավորանքի բացակայությունը չի խանգարում խնդիրների վրա աշխատելուն։ Դա դիրքորոշում է, պարոն Եղոյան։ Ես չգիտեմ, իրենց պետք է հարցնեք, ես իրենց խոսնակը չեմ։ Բայց դուք ինչ եք կարծում, երբ որ երկհաստունեզա մեկ շաբաթ կլինի եւ չեն ստորագրում, հարցը չի խոսում, որ հարաբերությունները ավելի լարվում։ Ես ուրիշների գործողությունների, մոտիվացիաների վերաբերյալ իմ կարծիքը հայտնում եմ անհրաժեշտաբար, այլ ոչ թե ուղղակի ցանկացած հարցին պատասխան։ Եթե լինի դա քաղաքական անհրաժեշտությունը, ես իմ կարծիքը կասեմ, բայց հիմա չկա դա անհրաժեշտություն։ Խոսքը նաև այն մասին, որ պետք է առանձնահանդիպում լինի Փաշինյանի եւ Պուտինի միջեւ եւ այդ հանդիպումն էլ ըստ էության երևս պարզ չի երբ է լինելու։ Իրենց կողմից էլ նշվել, բայց կողմները ասել, որ միշտ լինում է, ինչու նախնդիրը։ Հետո բայց փաստորեն այդ մասին էլ հիմա չեն խոսում։ Հիմա չեն խոսում, հետո կխոսան, եթե պիտի լինի, պիտի լինի, ամեն դեպքում տեղի ունեցել ընտրություններ, ձևավորվել է իշխանություն, այդտեղ կարծում եմ որևէ մեկը կասկած չունի եւ որևէ մեկը կասկած չի արտահայտել, թե ըստ ընտրությունների արդյունքների ով է ընտրվել Հայաստանի վարչապետ, որ քաղաքական ուժն է ձևավորում խորհրդարանական մեծամասնություն, այդտեղ կարծում եմ կասկած որևէ մեկի մոտ չկա, ես ամենդեպս չեմ լսել նման կասկած նույնիսկ ընդդիմադիրներից, մնացածը արդեն աշխատանքային կարգով ինչ է Ռուսաստանի այս դիրքորոշումը հարաբերությունների լարվածության։ Ես ասացի, որ ես իմ պաշտոնը ինձ պարտադրում է մտահոգությունը արտահայտել անհրաժեշտաբար։ Այսինքն ես իմ ամեն մի մտահոգություն նույնիսկ եթե այդպես կա, ես ուղղակի այնպես չի որ առավոտյան զարթնեմ, ունենամ մտահոգություն եւ գամ ձեզ պատմեմ դրա մասին։ Եթե կարիք լինի արտահայտել մտահոգություն, դա պետք է լինի քաղաքական անհրաժեշտությունից դրդված։ Պարոն Եղոյան, երեք Նիկոլ Փաշինյանը ասաց, եթե համաձայն չեք ընտրությունների արդյունքների հետ դուրս եկեք հրապարակներ լցրեք։ Երեկոյան Սամվել Կարապետյանն ասաց, որ հայտարարում են համախմբման մասին ընդդիմադիր ուժերի։ Ինչ եք կարծում, ինչ է պլանավորվում եւ արդյոք սա այսպես ասած Ես չեմ կարծում, թե ինչ-որ բան պլանավորվում է։ Չէ, ինձ չի թվում, որ ինչ-որ բան պլանավորվում է։ Իրենք ոչ մի բան էլ չունեին պլանավորած եւ հիմա էլ չունեն պլանավորած եւ երեկվա իդեպ այդ հարցազրույցը մինչեւ հիմա չի հրապարակվել, չէ։ 4-5 խմբագիր գնացին, դուք կայիք, ձեր խմբագիրները կային, ձերը կար, հա, բաուրա չի հրապարակվում հարցազրույցը, հաստատ։ Բա շնորհավորանք, ասում եք շնորհավորանքն է ուշանում, մի ամբողջ խոշոր քաղաքական ուժի առաջ, չէ, ուղղակի զարմանում եմ, ինչի՞ չի մոնտաժում են, այս 13 ժամա։ Անհամբերությամբ սպասում եք, պարոն Եղոյան։ Ես անհամբերությամբ սպասում եմ Հայաստանում ազատ մամուլի աշխատանքի։ Ես դրան եմ սպասում, ոչ թե ինչ-որ մեկի խոսքին, այլ սպասում եմ, որ մամուլը կլինի ազատ, չի սպասի մոնտաժված կադրերի ուղղակի կհրապարակի են, ինչը լսել է երեք։ Բայց ինքն ասում է ուղիղ եթերում ենք մենք պատրաստվում այդ ամենը անել ընդդիմադիր ուժերի հետ։ Հələ Երևանը թող լիներ ուղիղ եթեր։ Իսկ ուղիղ եթերում դրա մասին չի կարասել հայտարարի, մնացածը ոնց է ուղիղ եթերում անելու։ Պարոն Եղոյան, ինչ եք կարծում, ինչու կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեք մի քանի պատգամավոր թեկնածուների անձեռնմխելիությունից զրկել է փակ ռեժիմով արեց։ Ինչու։ Ես չգիտեմ, դա իրանց գործն է, ես ինչ պիտի ասեմ։ Երևի ձևն է այդպես, չգիտեմ, ինչի մասին է խոսքը։ Նրանց պաշտպանները արան։ Փակ, այսինքն լրագրողներ չեն եղել, թե, բայց իրանց ներկայացուցիչները եղել են, չէ։ Դե հետք է իրանց ներկայացուցիչները եղել են։ Նա Կարեն Վարդևանյանը միտում էր տեսնում։ Ինչ միտում։ Դե որ չեն ուզում, ասում են, որովհետև իրենք էլ են հասկանում, որ Արամ Վարդևանյանն ինչ ավելի լավ նոր գործ կունենա, էլի զբաղվելու։ Արամ Վարդևանյանի գործերը դրանից միայն լավանում են, ինչա մտահոգվում։ Արամ Վարդևանյանը կարծում եմ պիտի ուրախ լինի, որ ինքը նորանոր առիթներ է ստանում հայցեր ներկայացնելու եւ փող աշխատելու։ Դա խնդրահարույց չէ, այսինքն ժողովրդավար պետությանը հարիր է նման գործելավոճը։ Ինչ պետք է կարգավորումը նայեք, ես չգիտեմ այդ կարգավորումները։ Պետք է լինի անձեռնմխելիությունից զրկելը փակ ռեժիմով քննել, այդ նիստը փակ անել։ ԿՀ-ին հարցրել եք։ Ես Ռուսաստանի նախագահի մասին հարցեցի, ԿՀ-ի մասին հարցեցի, կարող եք տալ ինձ հարցեր, որոնք
որոնք պատշաճ են իմ Պարոն Եղան, դուք կարծում եք դիմությունը չի կարող փողոցներ լցնել, հրապարակներ լցնել, ինչպես Փաշինյանն էր հորդորում։ Ընդհանրապես փողոցները եւ հրապարակները ոչ թե ընդդիմությունը կամ իշխանությունն է լցնում, այդ տերմինաբանությունն էլ էլի ինձ մի քիչ տհաճ է, այլ հասարակությունը որպես ապրող օրգանիզմ, երբ տեսնում է, որ տեղի ունենում անարդարություն, օրինակ 2008 թվականի Եթե չեմ սխալվում փետրվարի 19-ին էին, չէ՞, ընտրությունները։ Փետրվարի 20-ի առավոտյան մարդիկ առանց որևէ կոչի, ես այդ օրը շատ լավ հիշում եմ, Մատենադարանի ուրեմն դիմացի հատվածում էին, ուրեմն Մաշտոցի պողոտայի այդ հատվածը ողողված էր ուղղակի մարդկանցով եւ դա այնպես չի, որ ինչ-որ մեկի կոչին են իրանք հետևել։ Իրենք ուղղակի տեսնելով թե ինչ է կատարվել ընտրատեղամասերում, հետո հաշվարկի ժամանակ ամբողջ գիշեր հասարակությունը դա իմանում է, հնարավոր չի դա թաքցնել հասարակությունից, կոչի կարիք էլ չէր լինի։ Մարդիկ ինքնաբուխ դա տեղ կամ 2013 թվականի հիշում եք, երբ Ռաֆի Հովհաննիսյանը տեխնացու էր եւ էլի ընտրությունները կեղծվեցին։ Մարդիկ դա գիտեին, չէ՞։ Մյուս ընտրությունները 98-ը հիշեք կամ ավակ սերնդից հարցրեք։ ՍԴ-ին վիճակում գուցե սպասում են այդ արդյունքներին Սահմանադրական դատարանի որոշմանը։ Դա այդպես չի լինում։ Հասարակությունը ինքը միշտ հասկանում է ինչ է կատարվում եւ հասարակությունը չի մտածում քաղաքական գործ չի տրամաբանությամբ որ սպասեմ ես ինչին սպասեմ են ինչի։ Եթե կա անարդարության զգացում, հասարակությունը դա արտահայտում է։ Պարոն Եղան, մամուլը գրել էր, որ պատրաստվում եք 300,000 ստորագրություն հավաքել, հանրակրվե անել։ Մամուլը։ Այո, հրապարակներ գրել։ Հրապարակը։ Այո։ Ինձ հարցրեք, չգիտեմ։ Պարոն Եղան, մամուլը գրել է։ Հա, հրապարակը գրել է։ Մտադրություն ունեք։ Ով։ Իշխանությունը։ Նման հարց մենք չենք քննարկել։ Իմ գլխում նման միտք չի ծագել, կարող է ինչ-որ մեկի մտքում ծագած լինի, չգիտեմ, բայց համենայն դեպս դա գործիքներից մեկն է։ Բայց ես չեմ ցանկանա էլի հրապարակի գրածները մեկնաբան եմ, էլի հրապարակը։ Բայց ամեն դեպքում բացեն հանրակրվի ասում չբացառեցիք։ Կներեք, իսկ ինչու պետք է օրենքով սահմանված որևէ գործողություն բացառեմ։ Հիմա ոնց որ կներեք, ասեք կարող է վաղը անձրև գա քաղաքում, ես ասեմ չգիտեմ, դուք ասեք դե չբացառեցիք, որ վաղը կարող է անձրև գա։ Ես չեմ հասկանում էլի ձեր հարցերի տրամաբանությունը։ Այս աշխարհում շատ քիչ բան ես կարող եմ բացառել, այսօրվա աշխարհում շատ քիչ բան կարող եմ բացառել։ Պարոն Եղան, ձեզ համար ընդունել էր կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշում, ըստ որի փաստորեն Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ դուրս թողնվեց այն պատճառով, որ ընտրատեղամասերում շեմը չհաղթարեցին եւ նրանք մեկնաբանում են, դուք տվեք ես իմ հարցը տամ։ Ձեր հարցը սխալ, ձեր հարցի մեջ կա ձևակերպման սխալ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ մեկի դուրս չի թողնում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ունի նման լիազորություն, ինչ-որ մեկին դուրս թողնելու։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անսալով ընդդիմության պահանջին ստուգել է այդ 3 տեղամասերում արկա խնդիրները եւ հանգել է եզրահանգման, որում իրանց տարածած տեսանյութերով, իրանց բարձրացած աղմուկով նաեւ անսալով իրենց պահանջին ստուգել է այդ 3 տեղամասերում տեղի ունեցածը եւ հանգել է եզրահանգման, որ այնտեղ տեղի ունեցել անթույլատրելի խախտումներ, ընտրատեղամասի արդյունքների վավերականության հետ անհամատեղելի արդյունքներ եւ այդ 3 տեղամասի արդյունքները ճանաչել է անվավեր, այլ բան չէր կարող անել։ Դա շատ լավ է, բայց ասում են պետք ավելի ճիշտ կլիներ եւ նաեւ այդ ընտրողների իրավունքները հակված կլիներ, եթե վերաքվեարկություն տեղի ունենար եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն էլ ասում է 200 ձայն վերականգնվում էր այդ կերպ եւ միտումնավոր։ Բայց իրանք դա որտեղից կարող են իմանալ, իրանք ընդհանրապես չգիտեն քանի ձայն ունեն այդտեղ, հասկանում եք, ժամը 8-ից հետո քվեարկությունները վավեր չեն։ Ոչ ոք չգիտի այդ տեղամասում ինքը քանի ձայն ունի, մենք էլ չգիտենք, մենք էլ 605 ձայն էինք, չէ՞ հավաքել, բայց մենք համոզված չենք, որտեղ մենք չգիտենք ժամը 8-ից հետո քանի հոգի ընտրել ԿՊ, քանի հոգի ընտրել ԲՀԿ կամ քանի հոգի ընտրել մյուսին։ Քվեարկություն չիրականացվեց, արդյոք դա ավելի ճիշտ չէր լինի եւ մարդկանց իրավունքները նաեւ կհարգվեն, 3000 մոտ մարդ փաստորեն մասնակցել է։ Որովհետեւ ընտրական օրենսգիրքը շատ հստակ ասում է, որ վերաքվեարկություն պետք է լինի այն դեպքում, երբ ամբողջ հանրապետության մասշտաբով անճշտությունների թիվը կարող է ազդել ընտրությունների, արդյունքների եւ մանդատների բաշխման վրա։ Եթե մենք գնանք այն կանխավարկածով, որ մեկ տեղամասի անճշտությունների թիվն էլ կարող է ազդել, այդ դեպքում հենց թեկուզ իշխանությունը կներեք, ես մի օրինակ բերեմ, օրինակ Գյումրու ընտրություններում, երբ մենք 200 ձայնով պարտվեցինք, հիշում եք, ընդամենը 200 ձայնով մենք Գյումրիում պարտվեցինք։ Պատկերացրեք այդ տրամաբանությամբ հիմա
ԿՀ-ն անվավեր ճանաչել մի ինչ-որ տեղամաս, որտեղ մենք 200, ասենք մեզ չէր հերիքել, չգիտեմ, մեկում 100 ձայն, մյուսում էլի 100 ձայն։ Եվ այնտեղ մենք էլի քարոզարշավ անեինք այդ երկու տեղամասերում մարդկանց էլի համոզեինք եւ հավաքեինք այդ 200 ձայնը եւ ստանայինք քաղաքապետի պաշտոն։ Դա կլիներ ճիշտ դուք նույն հաջողությամբ կգայիք, կասեիք ինչի եք վերակվյարկություն դրել, չէ՞ որ դուք չեք հավաքել ամփոփված արդյունքներով այդ ձայները։ Դուք հատուկ վերակվյարկություն արեցիք, որ այստեղ որ այստեղ խնդիր է եղել, անվավեր է ճանաչվել, խնդիր եք տեսել։ Այնտեղ էլ կարող եղել խնդիր լինել, այնտեղ էլ կարող էր խնդիր լինել։ Կոնկրետ խնդիր է։ Դուք այնտեղի խնդիրը չէիք տեսնի, չէ՞, դուք կասեիք ինչ կապ ունի, խնդիր կար թե չկար։ Հիմա եղել է, չի եղել, ամեն դեպքում չի հրապարակվել, այս դեպքում հրապարակվել էր։ Հիմա արդյոք ճիշտ չէ վերակվյարկությունը։ Փաստորեն դուք ասում եք, ինչ որ հարց պետք է փոխվի, բայց այս դեպքում էլ փաստորեն հնարավոր է, որ վերակվյարկության արդյունքում վարկավաճառը։ Իհարկե, վերակվյարկության արդյունքում շատ բան կարող է հնարավոր լինել, բայց դա կլինի արդեն տակտիկական քվեարկություն։ Շատ բան կարող է հնարավոր լինել։ Ասում եմ, որովհետև կստացվի, որ հանրապետությունում 3000 ընտրողներ արդեն իմանալով թե ոնց են քվեարկել մյուս 1.473.000-ը կկարողանան փոխել մյուս 1.473.000-ի քվեարկությունը։ Կստացվի, որ այս տեղամասերի մեկ ընտրողի ձայնը արդեն 100 անգամ ավելի ծանր է, քան այն մյուս բոլոր 1.473.000 ընտրողներից յուրաքանչյուրի ձայնը։ Դա է արդարությունը։ Երկրորդ փուլը այն դեպքի համար է, երբ ամփոփված արդյունքներով չի կարողանում, հնարավոր չի լինում իշխանություն ձևավորել։ Օրինակ ոչ մեկ չի հավաքում մանդատների կեսից ավելին, պատկերացրեք այդպիսի իրավիճակ լիներ ազգային ժողովում, ոչ մեկ չունենար ազգային ժողովի դահլիճում պարզ մեծամասնություն, պատկերացնում եք, եւ կոալիցիա էլ չկարողանային ձևավորել, իրենք լեզու չգտնեին, դա շատ է լինում խորհրդարանական հանրապետություններում, այդ դեպքում առաջատար երկու ուժերի միջև շատ ճիշտ նշեցիք, տեղի է ունենում երկրորդ փուլ, այո, շատ ճիշտ նշեցիք, բայց դա հենց այդպես էլ կոչվում է երկրորդ փուլ։ Իսկ հիմա ձեր ասածն է նա, որ անենք երկրորդ փուլ առանց երկրորդ փուլի անհրաժեշտության։ Այսինքն սա կլինի արհեստական, տեխնիկական երկրորդ փուլ ընտրությունների։ Դա 3 ընտրատեղամասում վերակվյարկություն կազմակերպել է, ոչ երկրորդ փուլ։ Երկրորդ փուլը նշանակում է, որ ողջ ընտրությունները նորից պիտի կազմակերպվեն։ Ես հասկանում եմ, ասեմ ըստ էության, եթե դա կարող է ազդել ազգային ժողովի, այսինքն մյուս բոլոր ընտրողների ձայնի կշռի վրա, դա ստացվում է երկրորդ փուլ, ստացվում է մյուս բոլոր ընտրողների ձայնի կշիռը մենք նվազեցնում ենք։ Բայց ողջամիտ կասկած կարելի է, չէ՞ ունենալ, որ միտումնավոր դուք դա արեցիք, որովհետեւ Ես կրկնում եմ ամբողջ գիշեր, մենք դա չէինք, ես կրկնում եմ ամբողջ գիշեր, ամբողջ գիշեր, այդ թվում եւ ԲՀԿ-ի բացեք Իվետա Տոնոյանի փոստերը, բացեք ուժեղ Հայաստանից Գոհար Մելոյանի փոստերը, ամբողջ գիշեր այդ երկու տեղամասերի մասին վիդեոներ էին եք տարածում, ասում էին, որ զինվորները ժամը 8-ից հետո քվեարկել են, դա անթույլատրելի է, բերել են, որ օգնեն ԿՊ-ին, որ լցոնեն, սա անեն, նա անեն։ Դա իրենք են պահանջել։ Հələ դրան գումարած մեկ էլ հասարակությունն է դիմել ԿՀ։ Չէին ասում չեղարկվի։ Դա արդեն ԿՀ-ն է շարժվում ըստ օրենքի, այսինքն դա իրանք նախ չէին պահանջում վերակվեարկություն, սկսենք այդտեղից ոչ, ասում էին անվավեր ճանաչել, այդ հիմա են պահանջում, այդ հիմա են վերակվյարկություն արեք, որովհետև մենք այդտեղ ահռելի ձայներ ունեինք։ 200 այ ապրեք, որովհետև այդ ձևակերպումը անընդունելի է։ Այդ ձևակերպումը վերակվեարկություն որ չի կանգնում իրանց քվեին, որովհետև մենք չգիտենք թե իրենք այնտեղ քանի ձայն ունեն եւ ոչ ոք չգիտի։ Կարող է այդ 60 ձայնը հենց ժամը 8-ից հետո է եղել, մենք դա չգիտենք։ Դրա համար ինչ է նախատեսում ընտրական օրենսգիրքը։ Ասում է, դուք բոլոր անճշտությունները գումարում եք բոլոր կուսակցություններին կողմ քվեարկած ձայների թվին եւ դրանից հաշվում եք տոկոս։ Բա ինչի այն մյուս 920 անճշտության մասին դուք չեք ասում։ Այդ տեղամասի, մենք էլի չունենք անճշտություններ։ Ինչ որ թվից է հաշվում կուսակցության անձողիկ շեմը կամ տոկոսը։ Հաշվում է բոլոր կուսակցություններին տրված կողմ ձայներ, գումարած անճշտություններ։ Առանց այդ երկու տեղամասների, այդ 3 տեղամասերի անճշտությունների թիվը 920 էր, տարբեր պատճառներով, մեկում 5 անճշտություն, մեկում 10 անճշտություն, մեկում 20 անճշտություն։ Հիմա բա ինչի՞ չեք ասում, այդ թիվն էլ եկեք հանենք։ Կամ այդ թիվը ճշգրտելու համար եկեք օրինակ անենք վերակվեարկություն։ Ինչի՞ չեք ասում։ Ինչի որովհետև դա գումարվում է ընդհանուր ընտրողների թվին։ Ընտրությունների ավարտից հետո ամբողջ հանրապետությունը դառնում է մեկ
մեկ կոպիտ պատկերավոր ասած դառնում է մեկ ընտրատեղամաս, բոլորի ձայները դրվում են մեկ տեղ եւ հաշվարկվում են այդ տեղում։ Եթե կա այլ կարծիք, հիմա սա դեմ գործը քննվելու է, այնտեղ կան ինձանից շատ ավելի ուժեղ իրավաբաններ, իրանք էլ թող մեծ իրենց կարծիքը տան, դրան գումարած այնտեղ բոլորը անկուսակցական են։ Դե վերջերս Վլադիմիր Վարդանյանը չգնաց։ Բայց ինքը շատ լավ իրավաբան է եւ քպական էր։ Դե դա ինչ կապ ունի, քպական էր թե չէ, իրավական մեկնաբանություն պետք է հարցին տրվի, այսինքն ձեզ թվում է կներեք Ընդդիմությունը կասկածներում ասում է ինչպես կարող է ճիշտ որոշում կայացնել մի մարմին, որի անդամների մեծ մասը քպականներ են։ Իսկ ընդդիմությունը չի զարմանում, որ իրանք այդքան ձայն են հավաքել, իսկ ինչպես են այդքան ձայն հավաքել, դրա վրա չեն զարմանում։ Բա ընդդիմությունը, որ հիմա իրան ճղում է հերոսների նման, ասում են, տեսեք, սահմանադրական մեծամասնություն չունենք, բա ո՞նց է որ չունենք սահմանադրական մեծամասնություն, դրանից չի զարմանում։ Իրանք 300 այն ուժեղ Հայաստանը կներեք 340,000 աուտենտիկ ձայն ունի, հա, 340,000 մարդ հիմա, այսինքն հիմա որ դուք գնաք փողոցում հարցում անեք, կգտնեք 340,000 հոգու, ով կասի հայ իմ ձայնը տվել եմ ուժեղ Հայաստանին, ես գիտեմ ինչի համար եմ տվել, այս եւ այս քաղաքական պատճառով, թե գլուխները, որովհետեւ լսել եմ հակակոռուպցիոնի ձայնագրությունները ընտրակաշառքի մասին, դրա համար դուք եք դա լսել, բայց դուք դա չեք, այ դուք կոնկրետ 24 նյուզի տարածել եք այդ տեսա, այդ, հա, տարածել եք, լավ։ Լավ, եթե տարածել եք։ Բայց ես ամեն դեպքում չեմ տեսնում, էլի, այդ չեմ տեսնում, որ դուք հասկացեք, ես լրատվական միջոցին չեմ թիրախավորում։ Ես ուզում եմ ստանալ տեղեկատվություն տեղի ունեցող գործընթացների մասին։ Ես որտեղից դա պետքա ստանամ։ Հիմա դուք ասում եք ինչու եք բացառում։ Հրապարակված են 24 նյուզում։ Բա որ հրապարակված է, ինչ եք զարմանում, որ ես զարմանում եմ իրանց ձայների աուտենտիկության վրա, ինչ եք զարմանում, որովհետև դեռ վճիռ չկա, թող գործը։ Դուք կյանքում ամեն ինչ սպասում եք վճռի, ամեն ինչի։ Դե վճիռ չկա, ժողովուրդ ջան։ Բա այս տեղամասերի մասին էլ վճիռ չկա, ինչ եք եկել ինձ հարցեր տալիս, պնդումներ անում։ Դուք այս կյանքում ինչ դատողություն անում եք։ Դատանի վճռով եք այդ դատողությունները անում, որ տեսնում եք փողոցում մարդ սպանեցին։ Ասում եք դե դատանի վճիռ չկա, սպասենք վճռին նոր ասենք փողոցում մարդ սպանել են թե չէ։ Կներեք, դա ինչ տրամաբանություն է։ Երրորդ գումարման վերջի հնարավորությունը խիչ օգտագործեց ըստ եթե հայտարարում են, որ իրանք միասին տենց կես միլիոն ձայնը ստացել են։ Իրանք չեն ստացել միասին կես միլիոն ձայն, ես նորից եմ ասում։ Եթե իրանք այդքան ձայն ստացած լինեին, քաղաքական գործընթացներով, քաղաքական պայքարով եւ քաղաքական խոսքով, իրանք գոնե իրանք ընտրողների հանդեպ լավ, ասենք, այն մեկը չի անցել, բայց այն Հայաստան դաշինքն էլ անցել է, նրանք էլ մի 140, հա, էլի չէ, էլ մասնակցում ճիշտ եք ասում, շնորհակալություն ուղղման համար։ Հայաստան դաշինքն էլ անցել է, 140,000, 145,000 ձայնել նրանք են չհավաքել, գոնե իրանք ընտրողների նկատմամբ պատասխանատվության հանդեպ, թե արդեն արցախուրդի սեզոնն է, գորգորացին այն Աննա Գրիգորյանի 5 տարի շարունակ ստեղ ներքին հանդը ասելով, վերջում գնաց ներքին հանդում 3 ձայն ստացավ, ու հիմա գնում են ամառային արձակուրդի, հա, այդ է իրանց մի 5 տարի էլ հեսա գալու են, ասեն 2/3 չունեք, 2/3 չունեն, իրանք թող որոշեն, դա էլ ես պետք է ասեմ, այդ բան եմ հուշում, այդ էլ հուշեմ։ Պարոն Եղան, տեսեք, հակասություն չկա, դուք ասում եք ընտրակաշառքով ստացել են այդքան քվե, իրենք էլ ասում են ընդդիմությունը գնաց, ներողություն իշխանությունը գնաց խախտումների ճանապարհով, վարչական։ Ինչ խախտում, ինչ խախտում։ Խախտում պետք է ասվի, ասելով ոչինչ։ Ձայն ավարտեց, հիմա դուք ասում եք իրենք ընտրակաշառքով եկան, իրենք ասում են խախտումներով եկան, եւ եթե դուք ասում եք իրենք ընտրակաշառքով են եկել, այստեղ լեգիտիմության հարց չկա։ Իրենց լեգիտիմության հարցը կա։ Մեր 727,000 ընտրողներին ոչ չկա, որովհետև խորհրդարանը հենվում է խորհրդարանական մեծամասնության վրա։ Խորհրդարանը կարող է աշխատել, եթե նույնիսկ իրենց մանդատները իրենք չվերցնեն, սա էլ ասեմ։ Խորհրդարանը կարող է աշխատել միայն հիմնվելով նույնիսկ ոչ թե 3/5 մեծամասնության, այլ նույնիսկ պարզ մեծամասնության վրա հենվելով, գիտեք, քվորումը որն է։ Պարզ մեծամասնությունը 50% + 1 падգամավորները խորհրդարանի կարող են նիստ գումարել, նիստ անել, ձևավորել կառավարություն, բյուջե հաստատել, այսինքն այս ամեն ինչի բերումով խորհրդարանը լեգիտիմ է իր մեծամասնության լեգիտիմության բերումով։ Իսկ ընդդիմության լեգիտիմությունը այո կասկածի տակ է։ Եվ իրենք, ես նույնիսկ եմ ասում, դուք լսել եք, որ իրենք հերքեն են ձայնագրությունները։ Դուք նման բան, մի հատ իրանց դուք հարցախեղտ արել եք։ Մոնտաժված է, քննությունը իրականանակ իմանանք, ասում են։ Ինչա նշանակում մոնտաժված է։ Եղած բանը կարաս։ Միտումնավոր խոսեն այդպիսի բաներ։ Կապ չունեցող մարդիկ
միտումնավոր ներդրված մարդիկ լինեն նման խոսակցություններ անեն։ Հա, բայց այդ մարդը պետքա փողը ունենա, չէ՞, մի տեղից որ տանի տա այն մարդուն։ Ո՞վ է գժվել իր սեփական գումարը առանց շահի, տանի ինչ որ մեկի վատություն անելու համար։ Եթե այդպես է, այդ մարդուն պետք է ասեն չեք ճանաչում, բայց այդ մարդիկ կան շտաբի աշխատողներն են, շտաբի պետեր են, այսինքն դա ինչ որ բան մարդիկ չեն, փողոցում պատահական անցորդներ չեն։ Այսինքն ընտրակաշառք չեն բաժանել իրանք։ Այդ են ասում, այդ բոլոր ձայնագրությունները կեղծ են ըստ իրանց, հա, բոլորը պատահական մարդիկ են ներդրված, որոնք պատահականորեն խոսում են շատ կոնկրետ թեմաներից, շատ կոնկրետ մարդկանց հետ, շատ կոնկրետ գումարներից, շատ կոնկրետ վարկերից, շատ կոնկրետ ջինսերից, շատ կոնկրետ չգիտեմ ինչերից։ Այդ ինչ մեծ բան դարձավ մի հատ կներեք, գեղարվեստական ֆիլմ դարձեցիք։ Պարոն Յովհաննիսյան, երեք հայտնի դարձավ, որ Եվրամիությունը արտակարգ օգնություն է պատրաստում Հայաստանի համար, Ռուսաստանի ներմուծման սահմանափակումները փոխհատուցելու նպատակով հայտնի սրանից։ Ամեն ինչ էլ հայտնի է, բայց ամեն ինչ մենք կիմանանք եւ դուք կիմանաք պաշտոնական հաղորդագրություններից։ Կարող եք որոշ փակագծեր գոնե բացել։ Այդ արդեն բացված փակագիծ է, Եվրամիությունը ունի տարբեր գործիքներ, ուրեմն մեծ տիպի խնդիրներ ունեցող իր գործընկերներին օգնելու համար եւ իրենք այդ գործիքները օգտագործելու են եւ մենք շատ շնորհակալ ենք Եվրամիությանը դրա համար ի ողբերգություն բոլոր չարախնդացողների այդ գործիքները օգտագործվելու են եւ մենք այս ժամանակավոր դժվարությունները, որոնք ծագել են մեր որոշ ապրանքատեսակների արտահանման հետ կապված հաղթահարելու ենք։ Ընտրություններից առաջ ասում էիք, մասնավորապես Գևորգ Պապոյանն ասում էր, հունիսի 8-ից ամեն ինչ կկարգավորվի, ինչի չկարգավորվեց։ Շատ բաներ կարգավորվել են, մի որոշ բաներ դեռ չի կա, շատ հարցեր չի շատում հունիսի 8-ից ամեն ինչ։ Հա։ Օրինակ ինչի չվերացրեց սահմանափակումները, դեռ մի բան էլ ավելացրեց։ Դեռ աշխատանքային կարգով լուծելու հարցեր կան, դուք հետևեք process-ին, ոչ թե ուղղակի օրերը հաշվեք եւ գրանցեք դեպքերը, այլ դուք հետևեք process-ին, հետևեք դեպքերի տրայեկտորիային։ Եվ ընդհանրապես ես մի բան էլի խորհուրդ տամ։ Իրան ԱՄՆ համաձայնության մասին հարց չունեք ինձ տալու։ Իրան ԱՄՆ խաղաղության ուրեմն հուշագրի մասին ինձ հարց չունեք ժողովուրդ ջան տալու։ Եթե հիմա ո՞նց է ստացվում, որ պատերազմի ժամանակ դուք ունեք այդ հարցը տալու, որ կարողա թրիփը վտանգվի, կարողա չստացվի, այդ հարցերը դուք պատրաստ ունեք։ Իսկ ո՞նց է ստացվում, որ խաղաղության ժամանակ չեք ասում, պարոն Յովհաննիսյան, սա դրական ազդակ է, հիմա թրիփը ավելի մեծ, իհարկե դրական ազդակ է, իհարկե, եւ դա շատ լավ է, ի տխրություն ընդդիմադիրների, դա շատ լավ է, որ իրանք լեզու են գտել, որ այնտեղ աշխատելու են միասին, մենք էլ այստեղ ենք աշխատելու միասին, եւ ԱՄՆ-ի հետ, եւ Իրանի հետ, եւ դա շատ լավ է, եւ բայղուշություն անելու եւս մի թեմա պակասել է ընդդիմությանը, ինչից իրանք շատ տխուր են, ասես որ թող բայղուշության նոր թեմաներ հորինեն։ Արհեստական բանականության կենտրոնը հիմնվել է Գագարինում, արդեն ներդրումները արվել են, հեսա Հրազդանինը, հեսա նոր ամերիկյան։ Այս մեկը Nvidia-ին պետք է լինի, Գագարինինը անունները Firebird-ներ չէ, կարծեմ, այդ անունները կարող է չհիշեմ, բայց արվում է ամեն ինչ։ Որտեղից որ այդուհանդերձ այդ հուշագիրը կստորագրվի երկու կողմերում։ Չի ստորագրվել արդեն։ Ստորագրվել արդեն, այսօր հրապարակեցին։ Հա։ Այնպես որ ամեն ինչ լավ է, ժողովուրդը տեր է կանգնել խաղաղությանը, իսկ ընտրակեղծարարներով մենք դեռ պետք է զբաղվենք, այդ ձայնագրությունը հետևից պետք է գնանք, ասեմ ավելին։ Մայիս ամսին գործի ընդունված եւ հունիս ամսին գործից ազատված մարդկանցով էլ մի հատ պետք է զբաղվենք եւ աշխատավարձներ ստացած, որը էլի եղել է ընտրակաշառքի, չեմ ասում բոլորը, իհարկե կարող է մեկնել մարդես մայիսին գործի ընդունվել է, հետո լեզու չի գտել գործատուի հետ, հունիսին ազատվել է, բայց եթե տեսնենք, որ այդ թիվը շատ մեծ է, դրանով մենք հիմա կզբաղվենք։ Ընտրակաշառքի, աշխատավարձի տեսքով ընտրակաշառքի, մեկ ամսով ոչ միայն, ինչ որ տեղերում, միտեղ, իրանց շտաբում, ինչ որ մեկի շտաբում, անպայման չի հենց իրանց էլ, իրանց ընկերների ընկերություններում, ինչ որտեղ, եթե մարդը ընդունվել է, դուք այսօր կներեք, կա տենց աշխատանքը տենց թափած է, որ գնաք միտեղ, մի ամսով 300,000 դրամով գործի ընդունվեք եւ դուրս գաք։ Նույնիսկ եթե նոր է մարդը գործի ընդունվում է կամ նվազագույն աշխատավարձով կամ, չգիտեմ, միջինին մոտ աշխատավարձով, ոչ թե միջինից բարձր աշխատավարձով, տունը քնած ստանում է ու հետո ընտրություններից հետո դուրս է գալիս։ Այդ աշխատանքից դրանցով էլ է պետք զբաղվել նենց որ։ Եվ այդ հարցում մենք լինելու ենք շատ կտրուկ, ասեմ ձեզ։ Դա որովհետեւ դա դիվերսիա է Հայաստանի Հանրապետության դեմ։ Լսում եմ։ Ես մի քիչ ուշ միացա, հայրողություն, եթե հարցը կրկնվի, երեք Սամվել Կարապետյանը, կրկնվեց։ Դիմությանը ուղղված, այո,
կոնսոլիդացիայի համախմբման կոչով է հանդես եկել, ձեզ ո՞րն է այդ համախմբման նպատակը, արդյոք փողոցային ակցիաների։ Չգիտեմ, ես այդ կտորն եմ մենակ տեսել, ես հələ մի հատ թող դուք չկայիք այդ ասուլիսին։ Ոչ։ Նայ չէին հրավիրել Սիվիկին, տեսնում եք։ Դուք էլ չէ չկայիք։ Հա, մի հատ թող ամբողջական հələ հրապարակեն, դա է ասում, 15 ժամա մոնտաժում են։ Մի հատ տեսնենք ինչ է ասում։ Նոր այդ մի կտորից ինչ հասկանամ։ Ես հարկը շատ բան չհասկացա ինչ է ասում, էլի։ Ես առաջին անգամ եմ լսում հետընտրական կոալիցիա, то есть անդիմության մեջ ինչ հետընտրական կոալիցիա։ Եթե նկատում են այստեղ իրանք միասին համագործակցելու են, իրար հետ այստեղ Դենդիմադի ոչ դաշտ են Լևոն Զուրաբյանը, Էդմոն Մանուկյանը մեռան ասելով եկեք համագործակցենք, այդ մարդկանց չընդունեցին ցուցակ։ Հիմա ընտրություններից հետո ինչ են անում։ Պետք է իրանց ընդունեն ցուցակ, թող ընդունեն, ինչ ասում։ Այսինքն ընտրությունների միջոցով փոփոխություն չկարողացան արձանագրել, հիմա հնարավոր է որպես այլընտրանք դիտարկում են փողոցի միջոցով ճնշում։ Ախր փողոցը հո այնտեղ դրած չի իրանց համար, փողոցը ինչ իրանք ինչ կապ ունեն ընդհանրապես փողոցի հետ։ Իրանք ինչի մա թող Նախորդիվ եղել է, չէ՞, փողոցային պայքարի փորձեր, թեկուզ զախողված, բայց եղել է։ Հա եղել է, Դիմադրության շարժում, բայց հիմա դժվար թե լինի։ Հիմա դժվար թե լինի, որովհետև հանրությունը գիտի, թե ոնց է քվեարկել հանրությունը, կներեք նույնաբանության համար, այսինքն հավաքականությունը մեր հանրության, իրենք գիտեն, այսինքն 340,000 մարդը գիտի, որ 727,000 մարդը կա, այն 727-ն էլ գիտի, որ 340-ը կա, հələ մի բան էլ պակաս է, ընտրակաշարք վերջացնելին էլ գիտի, որտեղ իրանց հարևաններն են, իրանց ընկերներն են, չգիտեմ, իրանց բարեկամներն են, այնպես որ այդ իրանք ուղղակի քաղաքականությունը իրանցը չի էլի, իրանցը չգիտեմ ինչ են մտել այս թեմայի մեջ, իրանց հա Եղոյան այդ քաղաքականապես, չգիտեմ, ասում եք քաղաքականություն իրենցը չի, ինչպես եք պատկերացնում նրանց այդ աշխատանք առաջիկա 5 տարիներում։ Դե հա, մի քիչ տենց անհամ անհոտ կլինի, բայց դե ոչինչ, ինչ ա եղել։ Մինչև հասկանամ 9-րդ գումարման ազգային ժողովը աշխատավոճի առումով ընդդիմության կկրկնի 8-րդ գումարման ազգային։ Իսկ թվում է 8-րդ գումարումը ավելի լավն էր։ Ավելի լավն էր, որտեվ ինչքան էլ մեզ ընդդիմադիր, բայց էլի քաղաքական մարդիկ էին այստեղ։ Հա, ինչքան էլ մենք խնդիրներ ունենք, ասենք դաշնակցության հետ, մյուսի, բայց դա գոնե կուսակցությունն է, գոնե ինչ-որ գաղափարախոսություն ունի, որին մենք կտրականապես դեմ ենք։ Այս մարդիկ ես չգիտեմ ով են, ինչ են ուզում ընդհանրապես եւ ինչ են այստեղ անելու, որ անկեղծ լինեմ։ Բայց տրամադրված եք աշխատել։ Մենք մեր գործն ենք անելու, իրանք էլ են կողմը ինչ ուզում են թող անեն։